Բարի երեկո, իր ժպիտով եւ լավատեսությամբ իմիջը կրկին ներխուժել է ձեր տները, ձեզ փոխանցելու կանացիության եւ բարձր տրամադրության բոլորիս անհրաժեշտ չափաբաժինը։ Այսինքն եկել է սրճելու եւ բամբասելու պահը։ Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրը իր ապրած կյանքի ընթացքում ունենում է վերելքներ եւ վայրեջքներ, հիասթափության եւ իհարկե երջանկության պահեր։ Ես այդ բոլորի միջից միշտ ձեզ համար իմ հոգում ամբարում եմ գեղեցիկը եւ փորձում մեր հանդիպումների ժամանակ հանձնել բոլորիդ։ Այժմ եւս նորին մեծություն գեղեցիկն է հատուկ ձեզ համար մեր եթերում։ Վրցնի մի քանի հարված ու թուղթը շունչ է առնում, դառնում նկար, արվեստի գործ։ Գեղեցիկի սիրահարների համար հայտնություն էր նկարիչների տանը բացված գեղանկարիչ Համլետ Ասատրյանի անհատական ցուցահանդեսը, որը կարծում եմ լավագույն նվերն էր իր ծննդյան 65-ամյակին։ Համլետը այն մարդն է, որը կպավ իր բնաշխարհին, իր բնությանը, իր դիլիջան աշխարհին եւ սկսեց ուսումնասիրել, խորանալ։ Արդյունքում մենք տեսնում ենք հոյակապ բնանկարներ, իր նկարչությունը իսկապես հայեցի է, շատ ազգային է, շատ մաքուր է, շատ ազնիվ է։ Շնորհավորում եմ իմ գործընկերոջը եւ 65-ամյա առիթով եւ այսպիսի մեծ ցուցահանդեսի կապակցությամբ։ Համլետ Ասատրյանը բազմաժանր նկարիչ է, օժտված մատուցման մեծ հմտությամբ։ Իր ստեղծագործական 40 տարիների ընթացքում արվեստագետը ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, ծաղրանկարներ, կատարել բազմաթիվ թատերական ձևավորումներ։ Բայց նրա կտավի սիրված բնակիչը իհարկե բնությունն է, տարվա բոլոր եղանակներով ու օրվա բոլոր պահերով։ Գեղանկարիչը կարողանում է սովորականի մեջ տեսնել եւ մեզ համար վերծանել բանաստեղծականը, գեղեցիկը։ Նրա նկարներում Հայաստան աշխարհի չնաշխարհիկ բնության ամեն քար ու թփի հանդեպ չկա շեփորային տրամադրություն, բայց կա անսահման քնքուշ երգ, շաղախված խորունկ սիրով։ Համլետը հոյակապ է տիրապետում բնանկարներին, դա գալիս է նրանից, որ նա բնապաշտ մարդ է, սիրում է բնությունը, եւ եթե մարդ սիրով է տրվում բնությանը, եթե վրձնի վարպետ է, բնությունը փոխհատույց է լինում տրամադրությամբ, իրեն զովքով, ամեն ինչով։ Այստեղ հավաքական այս աշխատանքների մեջ երևում է մեծ վարպետություն, հոյակապ մարդ է ոչ միայն նկարչական առումով, այլ մարդկային տեսակով, որովհետև մենք հաճախ գտնվել ենք բնության մեջ եւ եթե աշխատանքը կայացել է, նկարը կայացել է որպես նկար, առաջինը աշխատել ենք մենք մեզ շնորհավորել։ Ամեն մի նկարի համար Համլետ Ասատրյանը իր ուրույն լուծումը ունի, իր մեկնաբանությունը։ Դրանք գերում են դիտողին արվեստի արտասովոր ուժով եւ վարակիչ կենսասիրությամբ։ Ամեն մի նկարին նկարիչը պահ է տվել նաեւ մի քիչ իր միջի աշխարհից, որ նաեւ մեր միջի աշխարհն է, տաք, գունեղ, խոսուն լռության մեջ առած հևքը թե մեր ապրած եւ թե դեռ ապրելիք օրերի։ Ես վստահ եմ, որ ներկա յուրաքանչյուրի համար այս ցուցահանդեսը մի լուսավոր կանգառ էր օրվա մեջ, մի գունեղ կետադրում։ Ու հենց այս պահից առանց ժամանակ կորցնելու մեր զրույցին մասնակից է դառնում, այսպես ասած, օրվա մեղավորը, ճակերտավոր։ Ես հիմա սիրով իմ ողջույնն եմ ուղղում գեղանկարիչ Համլետ Ասատրյանին։ Բարի երեկո, բարի երեկո։ Ես միանգամից ուզում եմ վերցնել կոնյակի գավաթը եւ ասել շնորհավոր։ Շնորհավոր ձեր ծննդյան 65-րդ տարեդարձը։ Շնորհավոր Երևանում առաջին անհատական ցուցահանդեսի բացումը։
Գիտեք, երբ մոտենում էի նկարիչների միությանը, որպեսզի ինքս էլ մասնակցեմ ցուցահանդեսի բացմանը, երբեք այսպիսի հերթ արվեստասեր մարդկանց ես չէի նկատել։ Աբովյան փողոցից այսպես լեփ-լեցուն շարքը սպասում էր, որպեսզի մտներ ներս եւ հաղորդակից դառնար ամենայն մեծ գեղեցիկին։ Ես հասկացա, որ ոչ, մեր օրերում էլ մարդիկ կարոտ են գեղեցիկին, կարոտ են արվեստին եւ ամեն ինչ չէ, որ կորած ու վերջացած է եւ մի տեսակ հպարտություն ապրեցի։ Դուք ասացիք, որ ամենամեծ քննությունն էր ձեր եւ շատ հուզված էիք։ Այ կուզենայի զգացողությունը, օրվա ապրումները, նաեւ գնահատված լինելու վիճակը, այդ ամենի մասին հիմա խոսենք։ Սիրով քննությունը, որ ասացի, դա նշանակում է ուսումնառության տարիներս 10 տարի գոնե ուսումնարան եւ Գեղարվեստի ինստիտուտ, այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտ, որը փայլուն եք ավարտելի դեպ։ 10 տարի պատկերացրեք ինչքան քննություն ամենսեմը ինչքան պիտի լինի, չէ։ Իսկ անհատական ցուցահանդեսը երկար տարիների, ուրեմն տարիներից հետո 40-ամյա ստեղծագործական կենսագրություն ունեցող մարդը վերջապես ունեցավ հանրատական ցուցահանդես։ Այ հենց դա էր վախը, որ արդյոք բոլոր աշխատանքներս կդիտվեն այդ մեծ սրահում։ Որտեվ երբ 10 աշխատանք կա տանդ կախված կամ ինչ-որ տեղ կամ արվեստանոցում 20 աշխատանք, դա բնավ չի նշանակում, որ բոլոր իրար կողքի դրված է եւ դու կարող ես դիտել եւ ինքդ քեզ գնահատել։ Իսկ ես երբ ամբողջական են առավելս եւ 115 աշխատանք ես ցուցադրում, մտածում եմ արդյոք գնայվեն իրար հետ, թե պիտի թողնեմ նկարչություն, անգամ այսպես մտածել եմ։ Նույնիսկ այդպես։ Եվ բարձեցի, որ չէ, գնայվեն իրար կողքի եւ դա ստացեց հույզերս առավել ևս, մտորումներս, մտածումս գնում էր երիտասարդություն, ավելի պատանեկություն եւ այն տարիները, որ ես պակաս եմ նկարել, նաեւ դա ինձ հուզում էր։ Տարիները պակաս էր նկարչական առումով, որովհետեւ ես աշխատում էի պետական ստրուկտուրաներում, մշակույթի բաժնի վարիչ, վարչության պետ, նախարարության աշխատանքից եւ այլն։ Որոնք ժամանակ էին խլում նկարչել։ Եվ 20 ավելի տարիներ ուղղակի պակաս եմ նկարել։ Հետաքրքիր է, նկարում էի ամեն օր, բայց գծանկար, ժողովների, նիստերի, խորհրդակցությունների եւ այլն։ Նկարչությունը ուղղակի պակաս էր։ Իսկ վերջին 10 տարիներին արդեն հասկանալով նաեւ, որ ժամն է արդեն իրիկնահացի, նկարչական առումով, այդպես ես նվիրվեցի աշխատանքին եւ նաեւ դասախոսական աշխատանքին։ Հիմա դասախոսում եւ նկարում եմ։ Գիտեք, մի տեսակ աքսիոմա է, արվեստագետը պիտի երկար ապրի, որ գնահատվի։ Վան Գոգը մահացավ 37 տարեկանում եւ նրա մասին շատ քիչ մարդ գիտեր։ Եթե ինքը իմանար, որ հետագայում միլիոններ են արժանալու իր գործերը, ապա գուցե հենց այդ պահին խենթանար։ Դուք ստեղծագործում եք։ Դրան զուգահեռ կա զգացողությունը, որ մշակույթում ձեր տեղը կունենաք, եւ արդյոք դա կարեւոր է նկարչի համար։ Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել նման բառերի մասին, բայց որ որոշել եմ երկար ապրել, դա ակնհայտ է։ Ասեմ ինչու, որովհետեւ տատիկս ապրել է 101 տարի։ Մտածում եմ գոնե 90 տարի ապրել։ Դուք հաստատ կապրեք, որովհետև ձեզանից անսահման էներգիա եւ կենսասիրություն է ջառագում ու վարակում ձեր կողքին հայտնված ցանկացած յուրաքանչյուրի։ Ձեր կտավների բնակիչը բնությունն է։ Այո։ Յուրաքանչյուր նկարիչ իր մեկնակետը ունի։ Ես կարող եմ կռահել, որ ձեր մեկնակետը բնությունն է տարվա 4 եղանակներով։ Նախ ասեմ, որ ծնվել եմ Դիլիջանում։ Հայաստանի ամենաչքնաղ վայրերից մեկում։ Եվ մանկությունից այդ ամբողջը իր գեղեցկությամբ, իր չքնաղությամբ գերել է ինձ։ Փոքր հասակից մայրս իմ մեջ երևի թե արդարացրեց նկարչական ունակություններ, որտեղ մի քիչ նկարում էր, ես երևի եթե մեջս չլիներ այդ որակական իմաստը, ես չէի դառնա նկարիչ, որտեղ կարող է ցանողները լավ նկարիչ են, բայց երեխայի մեջ ժառանգաբար անգամ չանցնի նման բան։ Այդպես եւ բնությունը եւ մայրս եւ հետագայում Վաղամերիկ մի հրաշալի մարդ, նկարիչ, վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամյանը, որին Վանիկ էին ասում, Վանիկ ջան էին ասում իրեն, նա իվանդացել էր թոքերից եւ բուժվել Դիլիջանում, մտածել էր պիտի մնա ծառայի դիլիջանցիների ժողովրդին։ Եվ այսպես հիմնեց մի խմբակ նկարչական, դեռ չկար նկարչական դպրոց Դիլիջանում, եւ մենք սիրողներս
Մասնակցեցինք ենք այդ խմբակին եւ նրանցից շատերը այսօր եւ ճարտարապետներ, եւ գեղանկարիչներ, եւ քանդակագործներ են։ Այսօր Վանիկի արդեն իսկ երկրորդ մոտեցումը մանուկ երեխաներին եւ սովորեցրեց նա եւ մարդկային ամեն ինչով օժտված էր։ Ամեն ինչով։ Ուրեմն այնքան սիրում էին Դիլիջանում նրան, որ նամակ էր գալիս Ռուսաստանի բոլոր անկյուններից գրում են Դիլիջան, Վանիկ ջան, գալիս հասնում էր նամակը։ Եվ Մարիթով մեր շատ սիրելի ժամանակին քաղաքի նախագահին ասել է չեմ հասկանում։ Ես եմ քաղաքի տերը, Վանիկ ջանին են նամակ գրում, այսպեսի բան կար, թողից դերի Նադեժդա Գավրիլովնան։ Հիմա ինքը աշխատում է իմ շատ բարեկամներ, բայց նեղացել էր ժամանակին։ Այսպես Վանիկը բոլորիս մեջ արթնացրեց այն հիմնականը սերը բնության հանդեպ, ու մենք այսպես սկսեցինք նկարել ուսումնական տարիների առաջին իսկ կուրսից մինչև միասին նկարում ենք։ Եթե ուզում եք մի փոքրիկ բան պատմեմ։ Ես ուզում եի, այո, հետաքրքրվել, թե որն է այդ շրջանի ամենավառ հուշը։ Հուշս նա է Վանիկի հետ կապված, ուրեմն ուսումնարանի վերջը ինստիտուտի առաջի կուրսում էինք ու գնացել ենք Հաղարծին նկարելու 7 նկարիչներով։ Բարձր Վանիկի գլխավորությամբ։ Վրաները խփեցինք, ուրեմն պատրաստվեցինք, որ արդեն պիտի սկսենք մի կտոր հաց ուտել, հոգնել ենք, դադարել ենք, եկավ մի մեքենայի ժամանակ գազ 21 կարծում եմ եւ լուր բերեցին, որ առաջին քարտուղարը դա կոմունիստի օրոք էր եւ Լև Գուլիջանովը ՍՍՀ կինոմատոգրաֆիայի վարչության պետն է ժամանակ իր տղաների ռեժիսորներ եւ կնոջ հետ ուզում են Հաղարծին գալ եւ պարտադիր Վանիկին ուզում են տեսնել։ Եվ ասացին ոչ մի ընդմիջում, ոչ մի ճաշկերուտ չանեք, ձեր համար բերում են ամեն ինչ։ Եվ պատկերացրեք, գալիս են տեսնում են կարտոֆիլ խորոված, մածուն, կանաչի, թարմ պանիր գյուղական քրեղաններով ամեն ինչ քամած եւ այլ, ուրեմն ամեն ինչ դնում են մի կողմ իրենց բերած եւ սկսում են կարտոֆիլները մրոտված ուտել ու Գուլիջանով ասում են կնոջը ռուսերեն ինչ խոս, այս է բույրը, այս է կյանքը, այս է կյանքի իմաստավորությունը։ Պատկիցը չի գրում, դա 69 թե 68 թվականներ, սրանց հուշեր արդյոք։ Մեծ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ ճանաչված Վանիկի մոտ էին գալիս, որը մեզ հաղորդակից դարձրեց բնության գեղեցկությանը եւ արվեստին, որին այսօր ճիշտ է շատ տիրապետ։ Դուք նկարում եք միշտ պլեներում, չէ՞։ Հիմնականում։ Պլեները արդեն իսկ կոնկրետություն է։ Տանը նստել կամ արվեստանոցում ստեղծագործել, բնություն նկարել, ես կարծում եմ անիմաստ է։ Ինչպես ուզում ես նկարես, այն պահը չես կարող ստեղծել, որը ընդհանրենք կեսօր է, առավոտը ինչ վարպետություն ունենաց, հնարավոր չի 1-2 կտավ գուցե ստացվի, բայց ամբողջ կյանքում արվեստանոցում նստել առավոտ, երեկո, աշուն, գարուն եւ այլն չի լինի։ Պիտի որսած պահը բնության Այն պահը, որը հոգուց եւ զգացումիդ հարիր է, որովհետեւ կարողանաս վերարտադրել այն ինչ ուզում ես։ Բնականաբար ես ֆոտոպատճել չեմ անում։ Ես ինչ որ կա բնությունը արդեն իսկ այնպես է ստեղծված, որ հնարավոր չի նրան կեղծել, պղծել, չգիտեմ ինչ արել։ Բայց անպայման անցկացնում եք ձեր պրիզմայի միջով մի քիչ Համլետ Ասատելյան եք խառնում։ Որովհետեւ նախ բնանկար նկարելիս պիտի գտնել ամենակարևոր մոտիվը, որը պիտի նկարես։ Շատ անգամ պատահում է արդեն վաղորոք սիրված, նախասիրված պահը, երբ գնում եմ էտյուդը անելու կամ պեյզաժ նկարելու, լույսերի, գույների կամ օրվա ինչ-որ ժամանակի ազդեցության տակ փոխվում է եւ տրամադրությունը գրում ուրիշ բան է սովորում։ Այդ օրը չեմ նկարում։ Չեք նկարում։ Այդ օրը չեմ նկարում, որովհետեւ այն պահը որ պիտի անեի նախորոք տեսել էի, այսօր չկա, հնարավոր չի։ Այսինքն դա ինքնաբերաբար չես նկարում։ Պլան կատարելու համար չի, նկարությունը ցանկություն է, նկարությունը էմոցիա է, նկարությունը սեր է, նկարությունը ամեն ինչ։ Այսպես ես պիտի գտնեմ բանը, ինչը նկարեմ։ Դուք եթե լավ հիշում եք ցուցահանդեսում կրկնվող ոչինչ չկա։ Նույն սարերը ինչ որ նկարել եմ տարվա բոլոր ժամանակին եւ ռակուրսների առումով, կրճատումների մեջ, վերևից, ներքևից, կողքից, բնականաբար մի քիչ փոխում ես։ Այն ինչ որ կա ռեալության մեջ, այդպես որ նկարես կլինի պատճենահանում։ Ես չեմ պատճենանում եւ տեխնիկայի իմաստով, եւ գույնի իմաստով, եւ ծավալի իմաստով եւ այլն։ Այդպեսին են մուսայի այցելությունները ձեզ համար։ Իսկ պատահել է վերցնեք ներկեր ամեն ինչ գնաք, դնեք, այդտեղ չնկարեք։ Հաճախ պատահել։ Հետո անցնեք ինչ որ վայրով
ու հանկարծ ինքը իրեն ստեղծվի։ Այդպես մի քանի անգամ եղել է։ Գնացել եմ պատրաստ եւ մեքենան ինչքան կարողացել հասցրել է։ Հիմա պիտի բարձրանաս։ Բարձրացրել եմ տեղանքը, որ արդեն մտածած էր նախապես, որ պիտի նկարեմ եւ բավականին մեծ գտավ։ Հանկարծ տեսա այն, ինչ որ նախորդ օրվա տեսածս չէր։ Այսինքն պիտի վաղ առավոտյան գայի կամ իսին երեկոյան պիտի գայի ցերեկը գնացել։ Եվ ոչ գույնը հուզեց ինձ ոչ ընդունենք լուսուստվերի խաղը հուզեց ինձ որ գունային այսպես էֆեկտները չնկարեցի իջնում էի մեքենայով կանչեցի հետո իջա ներքև մեքենան եկավ գնալուց պատական տեսա ու շաշուն էր անկեղծ ասեմ տեսա աչքի վրա այդ կորած մոլորված ջարդված փշրված յուղակ ահա իր փոքրիկ ցանկապատով կողքը ծառեր եւ սարեր ու աշտարային ծառեր մի անգամից մեքենա կանգնացրեցի եւ սկսեցի նկարել դա արդեն երեկո էր իսկ այն տեղանքը որ նախապես ուզում եմ դա գնացել եմ հետո այսպես էլ է պատահում այդպես է ստեղծվում դա հեշտությամբ չի տրվում ոչինչ տարապանքի իսկ երբևէ եղել է այսպիսի վիճակ ստեղծագործական թմբիր որ երկար ժամանակ չուզենաք բրցինը թաթախեք ներկերի մեջ ընդհակառակ պահանջ եղել ավերջ կարոտ որ չեմ կարողացել անել աշխատանքի բերումով բայց գծել եմ ամեն օր ես գծել եմ հնարավոր չէ մատիտը չշարժվեր թղթի վրա որտեղ չես կարող չանել յուրաքանչյուր արվեստագետ ունի իր գույների գամման այ կուզենայի հետաքրքրվել ձեր ներկապնակի գույների մասին եթե դուք հիշում եք միանգամից ասում եմ որտեղ Դիլիջանը ունի իր ուրույն գույնը, ուրույն կոլորիտը տարվա 4 եղանակներին։ Առավել ևս Անդրևից առաջ եւ հետո, առավոտյան եւ կեսօրին, վաղ գարնանը եւ վաղ աշնանը։ Մթնշաղի եւ իրիկնամուտին առավել ես։ Իրիկնամուտը շատ սիրուն է։ Կարմիր տանիքներով ընդունեք սարերի կապտավուն, այդ կիսասիլուետներով եւ հրաշալի երկնքով։ Իսկ Դիլիջանի երկինքը միշտ կապույտ է։ Եթե ներքևից նայում ես մի քիչ ներքևից սարերին նայում ես, առավոտյան կամ երեկոյան ամբողջովին կապույտ ու միշտ տես բան չեմ տեսել։ Հայաստանում, մեկ էլ Գորիսում եմ տեսել։ Իդեպ ձեր բնությունը Դիլիջանում տարբեր է, Իջևանում տարբեր է, Արցախում տարբեր է, եւ ձեր կտավներից կարելի է հասկանալ, թե դուք որտեղ եք նկարել։ Անկեղծ ասեմ, իմ ստեղծագործական աշխարհագրությունը բավականին այսպես լայն ընդգրկուն է։ Որտեվ տեսեք, Երևանից Շուշի, չէ՞, եւ հետդարձ ենթադրենք Սյունիքով, Վայքով, չէ՞, Արարատով, Արտաշատով, Երևան հիմա գնում ես, հասնում ես Արարատյան դաշտավայր, գնում ես Արագածոտն, այնտեղից գնում ես դեպի Լոռուց Տավուշ Չէ, Դիլիջանով անցնում ես Շամշադին, նոյեմբերյան բացի Լենինականից, այսինքն Շիրակից, ուղղակի չի եղել Շիրակում ես նկարեմ, չի ստացել դրամ։ Բոլոր վայրերում հանրապետության Գեղարքունիքը չհաշված, Սևան եւ այլն։ Բացի Շիրակից ամենտեղ նկարել եմ։ Հետարքիր է։ Եվ ասեմ, ամեն տարածք ունի իր հատուկ գունային այսպես հարաբերությունը։ Ահա Իսկ քանի որ ես Դիլիջանի երգիչն եմ։ Այո։ Երևանում եմ շատ նկարել, բայց Երևանում չես կարող ամեն օր մի բան գնաս եզերք կորած մոլորված մի բան գտեսով տուֆիչ չեմ նկարել։ Արարատ եմ նկարել շատ դետալներ։ Հասկացանք, Երևանում ուրիշ ինչ, Զանգվիձոր, Աշնանը, Գարնանը կարող ես։ Բայց այն համը հոտը, որ ես ստանում եմ, դա իմ հայրենիքի հողի համու հոտը եւ նրա մարդիկ նրա փոքրիկ լճակները, նրա գետը աղաստև մանկությանս հրաշալի քարքարոտ լողատեղին եւ այլն եւ այլն։ Մանկության տարիների ամենավառ հուշը կուզենայի։ Ասեմ ամենալավ հուշը ու վառ հուշը։ Այո, վառ հուշը։ Մայրս 4 կետով սովորեցրել էր չմշկա սահորդ նկարել 4 կետով։ Ես 6 տարեկանից եմ դպրոց գնացել եւ ամբողջ դպրոցի պատերը նկարել էի չմշկորդներ։ Տնօրենը եկավ, հորս կանչեց, հայրս մանկավարժ կանչեց, սարսափելի բան կատարվեց, ես ինչ փչացրել ամբողջ պատերը հայրս մաքրեց, ներկերեց, բան ավարտեց։
Այդ առաջին 6 տարեկան ժամանակվա իմ հրաշալի հիշողությունը այսօր ծիծաղս գալիս է իմ ուսանողներին է պատմում դրա մասին։ Դուք ունեք 2 հրաշալի զավակ եւ 3 թոռ։ Այո։ Ամենաշատը այն գծերը ձեր բնավորության ձեզանից, որը հպարտանում եք, ում մեջ եք տեսնում։ Որտեղ կաք դուք։ Տղաս Որի մեջ։ ավելի հանգիստ բնավորություն ունի, ավելի ծանրակշիռ, ավելի կշռադատված, արվեստագետը չի կարող տենց ուղիղ գծով պրամալին լինել, ոնց որ ուսերեն ասում, երևի թե աղջիկս ավելի եւ փոքրիկ թորնիկս, այ մայրի աղջիկը։ Շատ պայծառ լուսավոր մի բալիկ։ Շատ հետաքրքիր, եւ երգում է, եւ նկարում է, եւ արտիստիկ է, եւ խենթ է։ Ձեր նմանը։ Երևի։ Ասացիք շատ մեծ է աշխարհագրությունը, որտեղ դուք արել եք բնանկարներ։ Իսկ դուք աշխատում եք տարբեր նյութերով։ Ինչն է թելադրում նյութի ընտրությունը։ Երևի թե թեման, տեղանքը։ Ես ձեզ ասեմ, տարբեր նյութերով նույն բանը կարելի է նկարել տարբեր նյութերով։ Ինչպես եք դուք ձեր մատը դնում հենց այս նյութի վրա։ Ես ասեմ ինչ, երբ ժամանակը շատ քիչ է, յուղաներկով նկարելու հարկավոր է ուրեմն ներկապնակ, բարձիններ, ծանր ներկեր, երոտանի, հովանոց, զոնտ հովանոց, չգիտեմ ինչեր ժամանակ ներկեր հանել կսել եւ դա ժամանակի հարց է։ Հետո թաց ժամանակ չես կարող տեղափոխել կտավը, հետո հնարավորություն է պետք խնդիրներ կան, ամենաբարդ բանը այդ տարածք հասնել ներկերը բացելը, նկարել իմ համար ավելի հեշտ է տառապակը գրելը։ Իսկ կապճաներկով, ջրաներկով նկարել ուղղակի գիտես մի ժամանակ ունես, չէ՞, եւ այն տեղանքը որ դուր գալիս է շատ արագորեն կարող ես անել կապճաներկով կամ ջրաներկով, հետագայում վերածելով յուղաներկի, այսպեսի բան կա։ Հետո ծաղիկները երբեք ես պաստելից բացի կապճաներկի սիրում եմ յուղաներկով անել, բայց կապճաներկի մեջ շատ ավելի ուրիշ տեսակ թափանցիկություն կա, ավելի քնքշություն կա, եթերային մի բան կա, մաքրություն կա։ Յուղաներկը ավելի բարդ է այդ իմաստով, նրանով նկարել ավելի բարդ է, բայց յուղաներկը բարդ է, որտեղ այն քսելաձևը, ընդհանրենք գունային հարաբերությունը, կիսատոների խաղը ավելի հեշտ է ընդունային կապճաներկով, քան յուղաներկով։ Մենք ժամանակ շատ է պահանջում, այստեղ ավելի պակաս ժամանակ է պահանջում, բայց նաև